Հացը սնում է, ապաքինում, մարդուն ճշմարտախոս ու արդար դարձնում։ Հացից վախենում են, հացին աղոթում, հացը խաչակնքում, հացով երդվում։ Հացը նյութ է, բայց նաև գաղափար։ Հացը սնունդ է մարմնի, բայց նաև հոգու համար։ Ասում են, թե Հայաստանով մեկ քրիստոնեություն տարածող Տրդատարկայի զորաբանակը շրջապատել էր Եկեղյաց գավառի Թիլավանի Նանե Աստվածուհու տաճարը։ Օրեր տևած պաշարումից հետո արքայի զինվորները որոշում են բաբաններով քանդել տաճարը։ Այդ ժամքրմերը պարիսպների աշտարակներից լավաշներ են կախում։ Տրդատարկան հրամայում է դադարեցնել հարձակումը, հրաժարվելով նետ արձակել հացի ուղղությամբ։ Ամեն ինչի առատությունը դեռ հաց չէ, բայց հացի առատությունը ամեն ինչ է։ Ջոխ սեղանի ամեն բարիքն ամփոփվում է մեկ հատիկ բառի հացկերույթի մեջ։ Եվ ոչ ոք չի ասում կերածդ խավիարը հալալ լինի, այլ ասում են կերածդ հացը հալալ լինի, քանզի հացն է առաջնայինը բազմատեսակ ուտելիքների մեջ։ Ցորենը այն ինչից ստացվում է հացը կապվում էր մեռնող եւ հարություն առնող աստվածության հետ։ Ցորենը ցանվում է, ծիլ տալիս, հասկ դառնում, որից կրկին ցորեն է ստացվում, կրկին ցանվում, կրկին ծլարձակում։ Սա կյանքի չընդհատվող շրջապտույտն է։ Ընդհանուր առասպելաբանության մեջ բավական հիմնավոր ապացուցված է, որ մեռնող հառնող բուսական աստվածությունները խոսքը հին արևելքի աստվածությունների մասին է, ինչպես օրինակ Օսիրիսը Եգիպտոսում, Թամուզը Բաբելոնում, Ադոնիսը Փյունիկիայում, Ատիսը Փրուգիայում հանդիսացել են մեռնող եւ հառնող աստվածություններ եւ հանդիսացել են ցորենի, հացի եւ գարու աստվածներ։ Ժողովրդական պատկերացումներում եւ ավանդազրույցներում ապրող հացի գաղափարը նաեւ քրիստոնեական հարուստ բովանդակություն ունի։ Դեռևս մովսեսական ժամանակներից հայտնի է նաշիհ կոչված հացը, որը տիրոջն էր մատուցվում։ Եվ նույնիսկ հրեաներին ասած, հիշում եք ասած, ձեր հայրերը կերան մանանան անապատում, իսկ մանանան Սամուսներում Դավիթ մարգարեն բացատրում է որպես հրեշտակների կերակուրը, հրեշտակների հացը, որ երկնքից իջավ, ասում է, ձեր հայրերը կերան ու մեռան, բայց ես եմ կյանքի հացը, ով ուտի այս հացը կապրի հավիտյան։ Հիսուս Քրիստոսը հացը մասնավորեցրեց խորհրդավոր ընթրիքի ժամանակ։ Յուրաքանչյուր քրիստոնյայի համար այդուհետ հացը դարձավ սնունդ ոչ միայն մարմնի, այլև հոգու համար։ Պատկառանք, ակնածանք, խորը հավատ եւ աստվածային երկնչում այն նյութի նկատմամբ, որը փրկիչն իր մարմինն անվանեց։ Վերցրեց հացը եւ ասաց. «Սա իմ մարմինն է»։ Վերցրեց գինին, ասաց. «Սա իմ արյունն է»։ Եվ ուխտ կապեց, նոր ուխտ, ինչպես Նոյի ժամանակ ծիածանը ուխտ կապվեց որպես նոր, այսինքն ուխտ էր դա, որ այլևս երկիրը չպիտի ոչնչանա ջրհեղեղով, այդպես էլ հացն ու գինին դարձավ նոր ուխտը Հիսուսի հավերժական հիշատակի, հավիտենական հիշատակի եւ մինչեւ նրա գալուստը պետք է եկեղեցիներում մատուցեն Տիրոջ մարմինը։ Ցորենի մասին հանելուկներում հաճախ է կրկնվում սիրելի եղբայր կոչականով սկզբնատողը, որը վկայում է, որ ցորենը անձնավորված է տղամարդու կերպարում։ Ցորենը տղամարդու պես ենթարկվում է մարմնական անլուր տանջանքների, սրատվում, կտրատվում, քարի վրա մանրացվում, քարկոծվում։ Ցորենը մեռնում է եւ ապա հառնում վերակենդանանում է։ Ցորենը մտնում է դժոխքի կրակի մեջ եւ հոգիների համար դառնում ճար ու փրկության միջոց, այսինքն հաց։ Սակայն այստեղ խոսքը ոչ թե սովորական, այլ ծիսական հացի մասին է, որը Քրիստոսի պես չարչարանքներ է կրել, տանջվել, մահացել եւ ապա հարություն առել, իբրև հոգեվոր գոհացման արժեք։ Հացի նկատմամբ հավատն ու նրա միջոցով աղոթքն առ Աստված լավագույնս դրսևորվում է խմորը հունցելիս։ Երբ հունցելն ավարտելուց եւ ինչպես ասում են, խմորը փակելուց հետո նրա վրա ձեռքով խաչ են անում եւ օրհնանք շշնջում։ Այդ
խմոր անող կինը, որը առողջ էր, երջանիկ էր, լավ ընտանիք ուներ, լավ երեխաներ ուներ, ինքը դեռ առավոտ շուտ այդ խմորը անում էր եւ 4 մատով առանց ճկույթի այսպես խաչ էր հանում խմորի վրա եւ քթի տակ աղոթք էր մրմնջում, որը հենց այդ իսականացումն էր, որով պիտի խմորը հաջող լիներ, որն էլ հետո ապահովեր հաջող հացաթխում։ Խաչը ընդունվեց որպես խորհրդանիշ։ Շատեր ասում են դա մահվան գործիք է, ոչ նա կյանքի էությունն է, որի վրա ճմլվեց ինքը Քրիստոս եւ իր արյունը տվեց մեր փրկության համար։ Դե այդ հիշողությունն է, որ խաչի նշանով հենց հացը, որը նշխար է դառնում այդ պահին, դառնում է պատարակ մեզ համար, դառնում է կյանքի աղբյուր։ Ահա մեր մամիկների իմաստությունը որտեղից է գալիս։ Ժամանակները փոխվել են եւ շատ բան մոռացրել, ինչպես օրինակ հացը դանակով չկտրելու արգելքը, որը մեր տատերը մեղք էին համարում, բայց հացը սրբություն են համարում եւ հարգանքով ու պատկառանքով վերաբերվում նաեւ այսօր։ Ավանդազրույցը պատմում է, թե գետնին թափված հացի փշրանքներից յուրաքանչյուրի վրա երկնքից իջած հրեշտակը մի ոտքի վրա կանգնում է եւ պահպանում հացն այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մի անցորդ չի նկատել փշրանքներն ու գետնից չի հավաքել։ Դրա համար էլ մարդիկ հենց որ գետնին հացի փշրանք են տեսնում, անմիջապես հավաքում են։ Հացի փշուրները, եթե թոնրի շուրջը առաջանում էին, շատ վայրում վերցնում էին եւ նորից գցում էին թոնիրը իբրև հրեշտակների բաժին։ Այսինքն մանրագույն մնացորդների հանդեպ անգամ այդ հացի փշրանքների կային նույն ակնածանքով լի վերաբերմունքը։ Ես մինչև հիմա էլ տեսնում եմ, թե ինչպես կան մեծահասակներ, որոնք, ասենք, երեխան հացը նետել է դուրս, համբուրում են հացը դնում են պատի վրա կամ որևէ տեղ, որ ոտքի տակ չմնա։ Անկամ ես իմ ընտանիքում նկատում եմ, որ իմ փոքր երեխան, երբ որ պատահաբար հացը ձեռքից գցում է, մենք բոլորս ասում ենք՝ «Վայ, չի կարելի, հացը չեն գցի գետնին»։ Վերցնում ենք դնում միտեղ, անգամ ես քիչ մարդու գիտեմ, որ կարող է հացը ուղակի ընդհանուր աղբի հետ թափել, այսինքն էլի առանձնացնում են ինչ որ առանձին մի տոպրակում կլինի մի առանձին վայրում, որպեսզի այն չխառնվի ընդհանուր աղբին, քանի որ նա մի սուրբ է ընկալվում։ Նման վերաբերմունքի պատճառը ոչ միայն քրիստոնեական մեկնությունն է, երբ հացը Քրիստոսի մարմինն է խորհրդանշում, այլև այն, որ հացն իրականում մեր ժողովրդի համար միշտ էլ խնդիր է եղել։ Հայ ժողովուրդը ստիպված է եղել ոչ միայն աշխատել եւ պայքարել քարից հաց քամելու համար, այլև սեփական քրտինքով հունցած հացն օտարին հարկ տալ։ Բացի այդ, տառապանք եւ մահ տարածող սովը կապվում էր հաց չլինելու հանգամանքի հետ։ Չարական ջխուլ սովի ամենակարևոր հատկանիշը եւ սովի բուն էությունը կանոնը, որ հաց չի լինում։ Մնացած ամեն ինչ, նույնիսկ ամեն ինչ լինում է, եթե հաց չի լինում, արդեն սա սովի նախանշան է կամ սով է համարվում, որովհետև հացն է մեր գոյության եւ մեր, այսպես ասած, հիմքը։ Սա երևի հիշատակն է նաեւ մեր անցած այն բարդ ուղու, թե ինչպես արաբական արշավանքներ, պարսկական արշավանքներ, ակորունլու, գայակորունլու ցեղերի կամ ասենք մոնղոլական արշավանքներ կամ օսմանյան լուծ կամ ռուսական լուծ, չգիտեմ, մեզ համար հացը դարձել է միշտ խնդիր։ Մենք վաստակել ենք ոչ միայն մեր համար, այլև անընդհատ հարկատու ենք եղել հացը։ Հացին մեծագույն վստահությամբ ու հավատով էին մոտենում, հացից երկնչում էին ու ամաչում։ Ավանդազրույցը պատմում է, որ իմաստասեր Գրիգոր Մագիստրոսը ինչ որ բան գրելիս իր առջև հացի մի կտոր դնելու սովորություն ուներ։ Նա հավատում էր, որ այս կերպ այնինչ գրում է ճշմարիտ է, որովհետև հացը մարդուն ճշմարտախոս է դարձնում։ Հացը եւ ցորենը հողի ամենակարևոր բարիքն էին համարում։ Իմաստասերներն իրենց դատողություններում հաճախ էին անդրադառնում սրբազան նյութին, հացին։ Հրճվանքը համայնացավ, երբ ամբարները լցվեցին հացով, վկայում է Անանյա Շիրակացին։ Նա հացի կարևորությունը արտահայտեց թվաբանորեն, որպեսզի հայ պատանիներն ու աղջիկները թվաբանական խնդիրներ լուծելով իմանային հացի անփոխարինելի արժեքը։ Հացը համարվում էր բալասան տարբեր հիվանդությունների դեմ։ Մարդիկ հավատում էին, որ թարմ թխված հացն ավելացնում է աչքի լույսը։ Ասում են, թե բարձր հայքի սպերգավառում մի սովորույթ է եղել։ Հիվանդ մարդու գրպանը մի կտոր հաց են դրել, հետո այն վերցրել եւ շանը տվել, հավատալով, որ այդպես իրենց ցավը շանն են փոխանցում։ Մեկ այլ սովորույթ էլ է եղել։ Թարմ հացը թխողը թոնրից հանած առաջին հացն ուղարկում էր այն տուն, որտեղ հիվանդ կար։
վստահ լինելով, որ հացը հիվանդին ուժ է տալիս ժամ առաջ ապաքինվելու համար։ Ես հիշում եմ, օրինակ ասենք եւ Իբն Սինայի եւ Ամիր Դովլաթ Ամասյացու հրաշալի գործերից, օրինակ ասենք անգիտած ամպիտում, կոնկրետ ալյուրի, խմորի եւ հացի մասին կա տեղեկություններ եւ նրանց բուժական հատկությունների մասին կա տեղեկություններ։ Նույնիսկ ասենք խմորով իրեն կարող են լուծել մի խնդիր, որը վերաբերում է վահանագեղձին, կամ ասենք արտաքին, ասենք մաշկային հիվանդությունները կարող են ալյուրով անցկացնել կամ շփելով մրսածությունը հեռացնել մարդկանց։ Հացը միջնորդ էր դառնում նաև մարդկային փոխհարաբերությունների հարցում։ Այս գործում հացի կարևորագույն դերի եւ նշանակության մասին զրույցներն ու իմաստախոսությունները պահպանվել են նաև բանահյուսության մեջ։ Իրար հետ հաց ուտել նշանակում է բարեկամության ուխտի հաստատում, ինչպես ժողովուրդն է ասում, մեր կերած հացը վկա։ Թշնամու հետ հացի նստողը կորցնում է բարոյական զորությունն ու բարձր նկարագիրը։ Միասին հաց ուտել, իրար հետ հաց կտրել եւ քիչ թե շատ կարեւոր, հատկապես շատ կարեւոր սոցիալական իրադարձություններ նշել համատեղ հացկերույթի ընթացքում եւ համատեղ հացկերույթի միջոցով ցույց տալ սոցիալական փոխհարաբերություններ, ցույց տալ հասարակական դիրքեր, ցույց տալ միմյանց հանդեպ վստահություն, քանի որ օտարի անվստահի հետ հաց կիսել ընդունված չէր։ Համատեղ հացկերույթը ինքնին արդեն ենթադրում էր այդ օտարության շեմը հատելը։ Ավանդությունը պատմում է, որ շատ ու շատ դարեր առաջ քաղաքամայր Արտաշատում արքունական դատալսումների ժամանակ մեղադրյալներն իրենց անմեղության մասին երդում էին տալիս հացին։ Հացը ոչ միայն սրբություն էր, որով հավատարմության երդում էին տալիս, այլև դառնում էր կնքված դաշինքի երաշխավորն ու պահապանը։ Ժամանակին մշեցիների մոտ նման մի սովորույթ կար։ Աղջիկ տեսից մի քանի օր հետո տղայի հայրը մի քանի ազգականների հետ գնում էր աղջկա տուն։ Ընդունված էր, որ աղջիկա եւ տղայի հայրերը իրար վերադրված 3 լավաշների ծայրերից բռնած համաձայնություն էին կնքում, որից հետո ուժգին քաշում լավաշների ծայրերից եւ կտրում։ Տղայի հայրն աշխատում էր մեծ մասն իրենը լինի, որ հարսն իրենց տուն, այսպես ասած, առատություն բերի։ Ընդհանրապես հացը, եթե ինքը հանդիսանում էր ուտեստի համակարգի առանցքը, ինքը ուներ նաև որոշակի ուրեմն սիմվոլիկ ուղղվածություն։ Հացը նշանակում էր սրբություն, առատություն, մաքրագործում եւ չարխափան ազդեցություն ուներ եւ առատացնում էր, բեղուն էր դարձնում ամեն ինչ։ Եվ հենց այս նույն մտայնությամբ էլ ձգտում էին նորահարսի վրա հացը դնել ուսին, որպեսզի նա մաքրագործված մտնի այդ ընտանիք եւ հացի զորությամբ առատացնի եւ շատացնի այդ ընտանիքը։ Նորապսակների ուսերին երջանիկ մայրը մի լավաշ է գցում մաղթելով. միշտ հացով մնաք եւ հացի պատիվ իմանաք։ Մի ավանդազրույց է պահպանված, որում հարսի եւ փեսայի ուսին լավաշ գցելու սովորույթը հասնում է մինչև հեթանոսական ժամանակներ եւ կապվում հայոց հին աստվածներ Վահագնի եւ Աստղիկի հետ։ Ասում են, թե Վահագնի եւ Աստղիկի հարսանիքի ժամանակ լավաշը սահում եւ ընկնում է Աստղիկի ուսից։ Սիրո եւ գեղեցկության աստվածուհին դա չի նկատում։ Աստվածների հայր Արամազդը զայրանում է եւ ասում, որ հացը գետնին գցողը չի կարող լավ կին եւ մայր լինել, եւ հարսանիքը դադարեցնում է։ Դրա համար էլ Աստղիկն ու Վահագնը այդպես էլ չեն ամուսնանում եւ հավերժ ծիրահարներ են մնում։ Ժամանակակից հացաթխման գործընթացում ավելի հաճախ գործածվում է խմորիչ։ Նախկինում հայուհիները հայտնագործել էին թթխմորը, որն ի տարբերություն խմորիչի բնավ վնասակար չէր օրգանիզմի համար։ Ասում են, թե թթխմորը հացի այբուբենն է։ Թթխմորը հացաթխումից մնացած խմորն է, որը պահում էին հաջորդ հացաթխման համար։ Քանի որ հաց ամեն օր չէին թխում, հետևաբար մնացած խմորը թթվում էր, թթխմոր դառնում։ Թթխմորին եւս ծիսական մեծ նշանակություն էր տրվում։ Երբ որ նոր տարի էր, տարին նոր պիտի սկսվեր, ձգտում էին առաջինը հաց թխել, թարմացնել տան հացը, որպես օջախի բարեբերության, առատության եւ լիության խորհրդանիշ։ Բացի դրանից նոր թթխմոր էին պատրաստում։ Անգամ Սասունում ունեինք հետաքրքիր սովորություն եւ երբ այդ թթխմորը պիտի տան ամենափոքր աղջնակը պատրաստեր, որպես ամենաանմեղ, որպեսզի նա որևէ կերպ չկարողանար ազդել այդ կարևորագույն մթերքի վրա, որը հետո պիտի ամբողջ տարվա ընթացքում ապահովեր իրենց ընտանիքի
հացի առատությունը։ Թեպետ թթխմորին ծիսական մեծ նշանակություն էր տրվում, բայց սովորաբար ծիսական նշանակություն ունեցող հացն առանց թթխմորի էր թխվում։ Այսպես ժամանակին ընդունված էր եւ հիմա էլ որոշ բնակավայրերում պահպանվում է հացը մատաղ անելու սովորույթը։ Որևէ իղձի նպատակի երազանքի իրականացման համար տանտիկինը հաց էր թխում առավոտ շատ շուտ եւ այդ նոր թխված թարմ անթթխմոր հացը դուրս էր գալիս եւ պատահական առաջին հանդիպած 7 անցորդներին բաժանում էր ի նշան իր իղձերի իրականացման։ Մենք մատաղ ունենք եւ կենթանու մատաղ եւ թռչունի մատաղ եւ հացի մատաղ։ Հացը մատաղ էին անում եւ տանում էին բաժանում էին ճանապարհների շուրջ այսպես բանուկ տեղերում պատահական անցորդներին աղբյուրների մոտ էին տանում, որտեղ մարդիկ շատ են լինում, բաժանում էին մատաղ, հացի մատաղը սրբություն էր համարվում եւ հացի մատաղով եւ ակնկալում էին հաջողությունների ինչ-որ բաների եւ ակնկալում էին հացի առատություն։ Միգուցե հենց այս սովորույթի մեկնաբանությունն է, որ երբ ընտանիքի որևէ անդամը մի վատ բանից փրկվում է, տանտիկինն ասում է՝ ում էի մի կտոր հաց տվել։ Որոշ շրջաններում ընդունված էր թաղման արարողությունների ժամանակ տուն ցավակցելու եկածներին առանց թթխմորի թխված հաց բաժանել։ Ընդունված էին նաև ծիսական հացերը, որոնք հատուկ առիթներով էին թխվում։ Կարևորագույն ծիսական հացը տարեհացն էր։ Սովորաբար լինում էր կլոր թխված, բայց տարբեր շրջաններում կարող էր նաև այլ ձևեր ունենալ, ձվաձև, ավելի ուղղանկյուն, դա ուղղակի պարզ խմոր էր, որի մեջ որևէ միջուկ էին դնում, ի նշան այդ տարվա հաջողության եւ նաեւ երեսը զարդարում էին տարբեր պատկերներով։ Տարբեր շրջաններում տարբեր մոտեցումներ կային, մի շրջանում ինչ որ տիեզերական սիմվոլներ էին անում, մի այլ շրջանում ուղղակի 12 մասի էին բաժանում մի նշան տարվա ամիսների, մեկ այլ տեղ ընդհանրեն ընտանիքի անդամների թվով էին մաս հանում կատարում եւ հետեւաբար զարդարում նաեւ Եվ այս տարեհացի միջոցով նախ ընտանիքն էր միասնական դառնում, քանի որ տարեհացի կտրելը եւ բաժանելը ենթադրում էր ընտանիքի անդամների ներկայություն։ Ընտանիքի պիտի հավաքվեր եւ տան ավագը, նախկինում տղամարդը, ներկայումս արդեն ավելի հաճախ կանայք, կիսում էր այդ տարեհացը եւ ըստ ընտանիքի անդամների բաժանում եւ ում բաժին հասներ այդ բաղձալի կտորը, որի մեջ կար այդ տարվա նշանը, նա համարվում էր տվյալ տարվա հաջողությունը կրողը։ Ժամանակին մեծ տարածում ունեին, իսկ այսօր շատերի կողմից մոռացվել են մարդակերպ հացիկները, ասիլ-վասիլները կամ բասիլները, որոնց օգնությամբ հայերը գուշակություններ էին անում։ Եվ այդ հացիկները հիմնականում ուղղված էին գուշակություններ, դրանցով գուշակություններ անելու նպատակի։ Անկամ թխելու process-ից սկսած հետևում էին, թե ինչ չափով դրանք լավ ուռչեցին։ Եթե լավ բարձրանում էին, նշանակում էր այդ հացիկների հետ կապված երազանքները կիրականանան։ Եթե ընդհակառակը սմքում էին, տխրում էին, մտածելով, որ իրենց երազանքին վիճակված չէ իրականություն դառնալու, անգամ փորձում էին այդ հացիկներով որոշել ապագա երեխայի սեռը, եթե ընտանիքում կար կին, որը սպասում էր երեխայի։ Թեպետ այսօր առօրյայում հաճախ չենք մտորում, թե ինչ մեծ նշանակություն ունի հացը, այնուամենայնիվ մեր կենցաղային զրույցներում մեզանից անկախ օգտագործում ենք տարբեր ասացվածքներ, իմաստախոսություններ, օրհնանքներ, նույնիսկ անեծքներ, որոնց գլխավոր դերակատարը հացն է։ Հաց ունես, ամեն բան ունես։ Հացի կտրածը թուրը չի կտրի։ Պատեն ընկնող չմեռնի, հացեն ընկնող կմեռնի։ Հաց կերանք, ճար գտանք, բանջար կերանք, անճար եղանք։ Հացի մասին այս ամբողջ պատմությունից, ուսումնասիրությունների փորձերից հետո էլ հացի առեղծվածը բացահայտված չէ։ Ի վերջո, ինչ է հացը։ Ամենապարզ եւ ամենակարճ ձևակերպմամբ հացն այն է, առանց ինչի ապրելն անկարելի է։ Նշանակում է հացն ինքնին կյանքն է։